Այսօր նախագահի գործով առաջին դատական նիստն էր եւ դուք ինչպես միշտ այստեղ ներկա եք, անգամ որևէ հարց էր ցակել հա Մանվել Գրիգորյանի հետ կապված նախագահան խնդրեց, որպեսզի դուք բարձաբանեք, որովհետեւ այդ ժամանակ եղել եք Մանվել Գրիգորյանի կողքին ընդհանուր առմամբ այս դատական նիստին կուզեմ անդրադառնալ, ինչի նորից փորձում են թիրախավորել երրորդ նախագահին։ Որովհետև Հայաստանի ամենաուժեղ տղան երրորդ նախագահն է ու 18 թվին պատահական չի, որ առաջի հարվածը տվեցին իրան։ Առաջի հարվածը խփեցին Հայաստանի ամենաուժեղ տղուն Սերժ Սարգսյանին, նրանից հետո արդեն Մանվել Գրիգորյանին ու մնացած ուժեղ տղեկին այդ ամեն ինչը արեցին, որ հանձնեն Արցախը։ Հիմա Հայաստանը հանձնելու խնդիր կա ու էլի առաջինը պետք է խփեն ամենաուժեղ տղուն Հայաստանի։ Ով այդ տղեն Սերժ Սարգսյանն է։ Այս դատական process-ները այդ դրա համար է, պետք է խփեն ամենաուժեղ տղուն, որ կարողանան իրանց կեղտոտ գործը տանեն։ Բայց մենք վստահ ենք, որ մենք ենք հաղթելու, ես համենայնպես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք ենք հաղթելու։ Եվ այդ Մանվել Գրիգորյանի դրվագի հետ կապված կխնդրեմ եւս մեկ անգամ պարզաբանեք։ Հարցեք, ես ասեմ, ես Մանվել Գրիգորյանի կողքն եմ եղել վերջի օրերին, Մանվել Գրիգորյանի ամենամոտիկ մարդն եմ եղել վերջի օրերին 18 թվից այսքոմ ու այդ թեմայով մենք շատ ենք խոսացել։ Ինչն է պետք ասեմ, որ հարաբերությունները երրորդ նախագահան եղել է Մանվել Գրիգորյանի ամենամոտիկ մարդը։ Մանվել Գրիգորյանի կյանքում եղել են երկու մոտիկ մարդ, Սերժ Սարգսյան ու Վազգեն Սարգսյան, ամենամոտիկ մարդիկ, որ ինքը ասենց ասեմ, իրանցից ենքում ոչ մեկին պրիզնատ չեկե, անկախ պաշտոնից ու դիրքից։ Սերժ Սարգսյան ու Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանին ինքը հարգել է մի ուրիշ ձևի, Մանվել Գրիգորյանը, կոնկրետ իր այդ կալանավորման վերաբերյալ անձամբ Մանվել Գրիգորյանից պատմելա, որ ինքն է դիմել հանրապետական կուսակցությանը, որ կողմ քվեարկեն, դրա մասին գրավոր թուղթ կա, որ կողմ քվեարկեն այդ իրան անձեռնմխելիությունից զրկելուն։ Ինքը անձամբ ինձ ասել է ու ոչ մի նեղացված բան մանավանդ Սերժ Սարգսյանի հանդեպ դες բան չի եղել։ Իրան առաջինը այցելել են ու դա ինքն էլ ինձ միշտ պատմել է, գիտեմ էլ Շարմազանովը, Վարան Բաղդասարյանը ԿԿԲ-ի պատվալ, նրանց հետո էլի Շարմազանովը հարցազրույցներով, դաժե մի անգամ ես հեռախոսով ինձ գեներալի հետ խոսում, այդ վաղ էլ նստած էր գեներալը։ Ասեցի գեներալ ջան, Շարմազանովը ասում էր, որ բարև էր ու ասում էր, «Այս բանը չեմ խոսում ել քո համար, որովհետև փաստաբաններից մեկին ինձ ասել է, որ խոսում եք ոնց որ վնաս եք տալ, էլի, դրա համար չեմ խոսում, եք ասենց հեռախոսով, դոն սենց արեց, դոն ինքը պաչես, դոն մեր աղբենա, կասես թող տղեկին բարևի»։ Հասկանում եք, այս ամեն ինչը խոսում դրա մասին, որ ինքը հանրապետական կուսակցությունից դեղացած չի եղել, հասկանում եք, ու հետո որ հելելելա էլի խոսացել ենք իր մասին, պատերազմի դաշտից միշտ կապի մեջ էր նախագահի հետ, միշտ Շուշիից զանգում էր նախագահի հետ խոսում էր, Շարմազանովի հետ վերջի օրը զանգեցին գեներալի վատանալ օրը, զանգեցին մի 2 ժամ Շարմազը քշերվա 1000-ն էր, հələ ինձ էլ ասեց զանգենք, ասի ու շար ասեց, ինչ ու շարը մենք պատերազմի դաշտում ենք, Դավոյ ջան, զանգենք Շարմազանովի հետ էլ մինչև այդ դրանից առաջ նախագահի հետ էլ խոսած։ Ուրեմն ասեմ, այս հարաբերությունն է եղել Սերժ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի միջև, հանրապետականի ու Մանվել Գրիգորյանի միջև այս հարաբերություններն եղել։ Կողքից խի են խառնում, ես չեմ հասկանում։ Ուզում են խառն ու սրանով, ես այն անգամ էլ ձեր մոտից ասեցի, Լուսինե ջան, սրանով ավելի շատ վնաս ուզում են տան Մանվել Գրիգորյանին, որովհետև Մանվել Գրիգորյանը հիմա հերոսացման ճանապարհին է, հայ ազգի մեջ կա, չէ, գնա մեռի արի, հա, սիրեմ։ Մահացել է արդեն ինքը հերոս է, Մանվել Գրիգորյանը բացառիկ հերոս է, բայց ժողովրդի աչքին ինքը հիմա է հերոսան, որտեղ մահացել է արդեն։ Հիմա այս ամեն ինչը անելով սրանց նպատակն է, ասեցին Անին ատվե այդ հարցը, ես Անին շատ եմ սիրում, Անին շատ բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց Անին հանած էլի մինչև ես որ ուժերն են շահագրգռված ու անտառ բզբզում են, այդ ուժերի նպատակը այն է, այդ ուժերի նպատակն է, որ հանրապետականին ու գեներալ Մանվելի ընտանիքին հագցնեն իրար, որպեսզի դե մեկ կկպնեն, երկու կկպնեն, երեք կկպնեն, ստեղից էլ կսկսեն արձագանքել, չէ՞, այսինքն որպեսզի մի հատ ուժեղ լուրջ ուժ աշխատի Մանվել Գրիգորյանի դեմ ու Մանվել Գրիգորյանը չհերոսանա։ Իրանց նպատակը դա, որովհետև իրանք սկի գեներալի թաղմանը չեն եկել, պանիխիդային չեն եկել, հասկանու եք, այդ ուժերը ովքեր որ բզբզում են, ձեր ինչ գործն է, դուք ով եք վաբշե, ով եք դուք ինչ կապ ունեք գեներալ Մանվելի հետ, դուք ինչ կապ ունեք մտնեք Մանվելի ու Սերժ Սարգսյանի հետ, որ իրանք եղել են իրար ամենամոտիկ մարդիկ։ Մանվել Գրիգորյանը մահացել է, բայց ես կամ ինքը ինձ ասել անից բաներ ու ես այն մարդն եմ, որ Մանվել Գրիգորյանը սմերտիկի նման եմ կռիվ տվել։ Ես գիտեմ ամեն ինչը, ինչա ասել այդ ժամանակ, ինչա մտածել նույնիսկ իր մեջ այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը թե Սերժ Սարգսյանի վերաբերյալ, թե հանրապետականների վերաբերյալ։ Նենց որ ինչ հարց կա, տվեք, ես սպառիչ պատասխան։ Անին շատ եմ սիրում, մի օր կասեմ, Անի ջան, արի գամ,
Ինչ հարց պետք է դու ես սա սպառիչ պատասխանները կտամ, սա Մանվել Գրիգորյանի անունից կտամ այդ պատասխանները։ Շնորհակալ եմ պարզաբանման համար։ Շնորհակալություն։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ Այսքանով ավարտում ենք